Ես կարմիր վայրի վարդեր նախոստացավ ու հեռացավ Կյանքն ու պայտորվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տարապան կտեսնես իմ հեքիաթ անավարտ երազում ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացվեմ արդեն սև թերթերով երազում քո հետքերով անմերժ լասում ու չեմ հասնում ախից ծնված իմ երազի Սարևիկի ծամկալն է Ինչ? Ինչ-որ լսեցիր Արդեն քանի տարի են տարակում Հորը տարածից հետո գոնե դու իմ կողքին լինես, Մարիշ դու տեղ ես գնում Հա? Բալես Դու չես հասկանում, որ ես ես ամեն ինչ քո համար եմ անում, հա? Գնում ես, հա? Հա, գնում եմ Հերիքս չի եկար, որ Հայաստանը կործանումից փրկես, հիմա էլ գնում ես, հա? Եթե մի քիչ խելք ունենայիր, կհասկանայիր, թե քեզ ինչի համար են այնտեղ ուղարկում Դե ես ճիշտն ասած չէի սպասում, որ դու կարող ես ինչ-որ լավ բան ասես Ամեն դեպքում կփորձեմ լավ ներկայանամ Խնդրում եմ, որ շատ լավ հիշես, որ դու միակ մարդը չես, որ ֆիզիկա այդքան փայլուն գիտի Ուղղակի դու ունես մի առավելություն Քո հայրը պատերազմում զոհվել է Իսկ ինչու չեկավ Չուզեց ես հետը խոսացի, բայց ես ինչ անեի, խնդրեի, հա? Что броситься в колени или что как просить? Կարաս բացատրես, կարաս ասես ինձ Տանն ես Հա Լավ ես գալիս եմ Չէ, պետք չի, մի արի Չի ասացի գալիս եմ Հիմա գալիս եմ Անի Անի
Ալո, Ինգա։ Աննա, բարև Աննա ջան, ես էլ քեզ էի զանգում, ուզում եի զանգեմ, դու զանգեցիր։ Լավ ես։ Հա, շատ լավ եմ, մի քիչ անսովոր է այս ամեն ինչը, բայց շատ լավ եմ։ Հետո ինչ տպավորություններ ունես ինքնաթիռից։ Լավ էր։ Շատ լավ, ամեն ինչ շատ լավ է, Ինգա։ Հիմա արդեն հյուրանոցում եմ իմ համարում։ Նստել եմ անկողնուս վրա ու քո հետ եմ խոսում։ Դե լավ է։ Լավ Ինգա, շատ չխոսանք, երևի այստեղից շատ թանկ է։ Ուղղակի զանգել էի ասեմ, որ լավ եմ, հասել եմ նորմալ։ Լավ, էլի զանգի, հա ինձ, ես էլ կզանգեմ, բայց դու էլ ինձ զանգի։ Եղավ։ Եղավ անպայման, կզանգեմ։ Աննա, սպասի լսի, ինչ եմ ասում։ Մամա հետ հենց հիմա զանգի խոսահետը։ Մինչև քո ձայնը ինքը իր ականջով չլսի, չի հանգստանա։ Հա, կզանգեմ։ Կզանգես նորմալ կխոսաս, երկու բառ չասես ու անջատես, եղավ։ 3 օր մեծ բան չի, հանգիստ զանգի խոսա այդ կինը հանգիստ լինի։ Դե հիմա զանգի Աննա ջան։ Եղավ, լավ, հաջող։ Ես ինչա, վայ Աննա, ես ինչի է թողել, խեղճ երեխա, հիմա ինչ անելու, ախր եթե այդ փողը տվեն են, ուրեմն պետք է, ինչ անելու հիմա առանց փողի, օտար տեղ, երեխեն ազանգել։ Աննաս, եկա նվարջան։ Անի։ Կներես, ես ինձ լավ չեմ զգում։ Ուղղակի։ Տեսնում եմ։ Ո՞ց ասես ինչ եղել, ինչու օգնեմ քեզ։ Ոչ մի բանով չես կարող օգնես։ Եթե լաց ես լինում, ուրեմն պատճառ կա։ Լաց եմ լինում, որտեղ ուրիշ ոչ մի բան չկա անելու։ Պես չի լինում, ինչ-որ ինչ-որ բան հնարավոր է անել։ Ինչ է եղել։ Առավոտը պապայի մոտ գնացին, արս չթողեցին։